Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես իշխանություն հոգևոր դաս այսպես կոչված արճակատումը կարծես նոր փուլ է մտնում։ Վարչապետն առաջարկում է ստեղծել համակարգախումբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհերանն ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Խմբի անդամ կարող են դառնալ հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու այն հետևորդները, որոնք հավատում են մեր կենդանի Տիրոջը, Քրիստոսին։ Գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահել են մեծ պահքը, ամեն օր աղոթում են, հավատում են, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Խմբի անդամ կարող են լինել տղամարդիկ, կանայք, աշխարհիկ մարդիկ կամ հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է խախտած չլինել կուսակրոնության ուխտը։ Առաջին 10 անդամների ընտրությունը կկատարի հենց վարչապետը։ Հետագայում խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, կառուցվածքն ու այլ հարցեր։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկել անուն ազգանունը, հեռախոսահամարը, մասնագիտությունը կամ զբաղմունքը։ Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։ Քաղաքական թիմի անդամները վարչապետի նախաձեռնությունը միանշանակ ողջունում են։ Պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է մեկնաբանել վարչապետի գրառումները։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասել է, որ դեռ չի պատկերացնում ինչ մեթոդով են հեռացնելու կաթողիկոսին, բայց իհարկե ուժի կիրառումը բացառել է։ Վեհերանում աղոթում են, ուժ չեն կիրառում, ասել է Գրիգորյանն ու հորդորել պրոցեսին մասնակցող հավատացյալ ժողովրդին եկեղեցու ներսում որևէ գործողություն չանել, բացի աղոթելուց։ Պատգամավորը հավատում է, որ գործընթացը հաջողելու քանի որ իր խոսքով դա հավատավոր ժողովրդի պահանջն է։ Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի բառապաշարին, Գրիգորյանը մեղմ է որակել։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները իրենք ունեն իրենց կարծիքը եւ իրենց կարծիքը արտահայտելու հնարավորություն։ Ոչ, ես մեկ անգամ էլ ասել եմ, ասում եմ ու էլի ասելու եմ, եկեղեցու ներսում ուժ կիրառելն անթույլատրելի է։ Եկեղեցու ներսում միայն մարդը մտնելուց հոգևոր հաղորդություն ստանում, աղոթքը առաքում առ Աստված։ Բայց շրջափակելը չեք բացառում։ Ես չգիտեմ ինչ ընթացքին զարգացում կունենա։ Հիմա դուք ասում եք, ոնց որ ես պետքա կանխագուշակեմ, թե վաղը ինչ անելու հավատացյալ ժողովուրդը։ Հնարավոր այդ մեթոդների մասին ուզում ես չգիտեմ, հավատացյալ ընդունելի կլինի հավատացյալ ժողովուրդ։ Ինձ համար ընդունելի կլինի հավատավոր հավատացյալ ժողովրդի առած յուրաքանչյուր քաղաք։ Պարոն Գրիգորյան, բացի իհարկե բռնությունից։ Ձեր կարծիքով ինչու հիմա առաջացավ իշխանության եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի մոտ բարձել որոշ եկեղեցականների անձնական կյանքի առանձին դրվագներ, նաեւ կաթողիկոսի երեխա ունենալու հանգամանքը կամ չունենալու հանգամանք ինչու առաջացավ եւ օրինակ դուք գիտեք կաթողիկոս ունի զավակ թե չէ։ Տեսեք, ես մի հստակ բան գիտեմ, որ այդ հայտարարությունից հետո որևիցե ժխտում այդ մասով չեղավ եւ եթե կար նման բան, բայց եթե չկար նման բան կարային օրինակ տարբեր մեթոդներ եւ մեկը դիմեին դատարան, եթե դրանից հետո մենք տեսնենք, որ ինչ-որ բան մենք սխալ ենք ասել, ես անձնապես, եթե ինչ-որ բան ավել եմ ասել կամ պակաս, եթե այդ պարզվեր, ես պատրաստ կլինեի ներողություն խնդրելու, բայց եթե պարզվում է ըստ երևույթի ես արդեն իսկ համոզվում եմ, որ կա նման բան, որովհետեւ այս ընթացքը ցույց է տալիս, ես իմ համար այդ շատ անընդունելի է ու այդ խայտարակությունը։ Աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի մտնել հոգևոր աշխարհ։ Պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ այնինչ այսօր արվում է հայոց եկեղեցու հանդեպ շատ մեծ սխալ է։ Վարչապետն իրավունք չունի մտնել հոգևոր դաշտ, դա հոգևոր դաշտի տիրույթն է, եթե դժգոհություն կա, դա որոշելու են եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, հոգևորականությունն ու ժողովուրդը, լրագրողների հետ զրույցում ասել է Հակոբ Ասլանյանը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր Ասլանյանի որակմամբ հակապետական գործողություններին։ Ասլանյանը պատասխանել է հարցին, թե ինչ հակապետական գործողությունների մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնինչ իմ կարծիքով պատրաստվում է հակապետական գործ անելու, փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր
այդ գործողություններին։ Նորաստեղծ ուժով հակազդեք Նիկոլ Փաշինյանի Մենք այսօր ամեն ինչ անում ենք եւ փորձում ենք միավորել հենց այդ ուժերը, որպեսզի թույլ չտանք, որպեսզի այնինչ այսօր փորձ է արվում անել, իսկ այսօր նրա գործողություններին հակազդելու միակ ռեալ ուժը եկեղեցին է եւ նա ցանկություն ունի եկեղեցուն էլ այո տանել։ Ինչ է ուզում անել, որ ասում եք հակապետական բան է ուզում անել եկեղեցուն վերացնում է ճանապարհ։ Օրինակի համար, եթե դուք նայեք, ասենք Ադրբեջանի հոգեվորականության ղեկավարության հայտարարությունները, որ արդեն ստեղծվել է արևմտյան Ադրբեջանի թեմ, կարծես, եւ նպատակը որն է, կարծում եմ Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի ամեն գնով խաղաղության այս պայմանագիրը կնքել, որպեսզի վերընտրվի։ Սա ամբողջությամբ տանում է միայն վերընտրման նորից իշխանության ուզուրպացման գործին։ Իսկ պարոն Ասլանյան, դու Փաշինյանը։ Ես զարմանում եմ, մենք ստեղծման պահից ենք ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի, որովհետև անկախ նրանից, որ նախորդ տարիներին ինչ է արվել կամ ինչ է բաց թողնվել, Փաշինյանը իրեն սպառել է եւ նա պետք է հեռանա։ Նախարար Ժաննա Անդրեասյանն անհեթեթ է համարում դիտարկումը, թե եկեղեցու դեմ արշավն ուղիղ կապ ունի Ադրբեջանից հնչող հայտարարությունների հետ։ Մենք ինքնիշխան պետություն ենք, մեր օրակարգերը ձևավորում ենք մենք, խնդրում եմ ունեցեք տարրական հարգանք մեր պետության նկատմամբ, չի կարելի։ Այն մարդիկ, որոնք նման դիտարկումներ են անում, չեն հարգում մեր պետությունը, ասել է նախարարը։ Հարցին ինչու է այդ դեպքում հիմա առաջացել անհրաժեշտություն ստուգելու կաթողիկոսն ունի զավակ թե ոչ, Անդրեասյանն առաջարկել է հարցն ուղղել վարչապետին։ Կարծում եմ, ովքեր որ նման կոչեր են անում, մեր հանրությանը շատ վատ են ճանաչում, ես սոցիոլոգ եմ եւ դա նաեւ իմ մասնագիտությունն է եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը ունի համերաշխության շատ ամուր առանցք եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը անցնելով ամենատարբեր փորձություններին ունի բավարար խելք եւ իմաստություն տարբեր մարտահրավերներից եւ դժվարություններից դուրս գալու եւ նման թերահավատություն եւ անվստահություն չունեմ իմ ժողովրդի նկատմամբ։ Սա ասում եմ նաեւ մասնագիտ Մնացած հարցերին անդրադարձի, խնդրեմ, եկեք այլ հարցերին։ Ես զավակ ունի եւ եթե հերկի ինքը կապացուցի։ Ես ինչ եք ինձ հարցնում, որ մասն է ձեր հարցին։ Ասենք օրինակ ձեր տված հարցին դուք ինչ պատասխան եք ակնկալում։ Դե հիմա դուք պատասխանեք ձեր հարցին, ասենք։ Դա ինչ հարց է, որ դուք ինձ տալիս եք։ Ես բազմիցս ասել եմ, եթե կարիք կա մի անգամ եմ կրկնում անհեթեթություններ չեմ մեկնաբանում, մենք ինքնիշխան պետություն ենք, մեր օրակարգերը ձևավորում ենք մենք, խնդրում եմ ունեցեք տարրական հարգանք մեր պետության նկատմամբ։ Չի կարելի այդպես, չի կարելի, այն մարդիկ, ովքեր նման դիտարկումներ են անում, իմ կարծիքով չեն հարգում առաջին հերթին մեր պետությունը, ինչքան կարելի է, մենք ինչ եք կարծում, չունենք հասունություն, ինքնուրույնություն, իմաստնություն ու խելք, որպեսզի ինքներս հասկանանք մեր խնդիրները եւ ես մեր բոլորի մասին եմ խոսում, ես մեր բոլորի մասին եմ խոսում։ Խորհրդարանում բյուջեի քննարկումները շարունակվել են, կրթության ոլորտի թվային ցուցանիշները ներկայացնելիս ֆինանսների նախարարն ասել է, որ 2024-ին բյուջեն թերակատարվել է։ Թերակատարումների մասին նախարարին հարց է ուղղել քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Թեման շարունակել է Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որը դիմել է նախարարին, ասել, որ թվերով պետք չէ հասարակությանը մոլորեցնել, քանի որ օրինակ 460 դպրոց մեկ տարում կառուցելն իրատեսական չէ։ Վահե Հովհաննիսյանն էլ ասել է, որ գուցե ավարտված դպրոցների քանակն է, շինարարական ընթացքի մեջ գտնվող հարյուրավոր դպրոցներ կան եւ տվյալները ձեռքի տակ չեն։ Ծովինար Վարդանյանն էլ արձագանքել է Գալստյանին, միջամտել է Արմենուհի Գյուրեղյանը, որին Վարդանյանը կոչ է արել անջատել բարձրախոսը, ձայնի իրավունք ինքը կտա։ Նշեմ, որ կառավարությունը հնգամյա ծրագրում խոստացել էր մինչև 2026-ը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ 2024-ին կառուցվել է 40 դպրոց, 2025-ի ավարտին կառուցվելու է եւս 65-ը։ Տիկին Գալստյան, բանականության շեմը եթե հաղթահարել ենք, առնվազն պետք է տեսնենք, որ շինարարությունը դա
վազքի մրցույթ չէ, որ ամեն հաջորդ քայլին տոկոս է ցույց տալիս, թե ինչքան անցար առաջ։ Շինարարությունը բնականաբար այդպես է լինում եւ կարելի է նաեւ օրինակ պատկառանքի շեմը հաղթահարել եւ վերհիշել, թե այսքան ժամանակ երբ դաշնակցության ձեռքում էր կրթության ոլորտը, ինչ արել դաշնակցությունը կոնկրետ կրթության ոլորտի հետ։ Ես դες ձայն չեմ տվել անջատեք խոսափողը, դաշնակցության որովհետեւ դուք կես տվյալներ եք հրապարակում եւ թույլ չեք տալիս պատասխանել։ Մեր նախարարության օրոք 110 դպրոց ամբողջական կառուցվել է եւ պետք է մոլորեցնել հասարակությանը։ Բան անելու։ Կեղծը ձեր տված բաներն է, թյուրիմացությունն է, խնդրեմ Տիկին Գյուրեղյան։ Տիկին Վարդանյան, փորձեմ նախ ձեզ արձագանքել, ստացվում է, որ ԿՓ-ն եկել է դաշնակցության գործունեության ձևաչափը ոճը շարունակելու, օրինակ որպես ձեր չարախնդությունը, Տիկին Գյուրեղյան, ես ուզում եմ հասկանալ ինչի վրա, դուք ինձ հետ չեք կարող խոսել կամ չխոսել, ըստ ես եմ նախագահում, Տիկին Գյուրեղյան, եւ եթե հարցը ամենասկզբից պիտի տայք, իսկ հիմա որ արտահայտվել եք, պիտի լսեք պատասխանը։ Ես հենց որ դուք արդեն միկրոֆոնին կմոտենաք, ես միկրոֆոնին մոտեցել եմ, տեսնում եք։ Հետո հետո ես էլ ասում, դե այդպես չի կարելի։ Դե ես կարծում եմ, որ սուտ կեղծ տվյալ տալուց եւ մարդկանց թյուրիմացության մեջ գցելու համար պետք է պատասխան տալ։ Իսկ օրեր առաջ բյուջեի կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարդիկ Հայաստանում շուրջ 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018 թվականին։ Թեման մեկնաբանել է Ռաֆայել Մնացականյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, գիտեմ հիմա շատերը ակնկալում են, որ ես իշխանության եւ հոգեվոր դասերթական առճակատման մասին պետք է զրուցեմ, բայց բազմիցս խոսել ենք այդ թեմայի շուրջ եւ վստահ եմ մոտ ապագայում դեռ հնարավորություն կունենանք, ուստի բոլորովին այլ թեմայի եմ հիմա անդրադառնալու եւ ցանկանում եմ ողջունել առնվազն 50%-ով ավելի լավ ապրող մեր հայրենակիցներին։ Ու ոչ սա հեգնանք չէ, այլ ես բառացիորեն մեջբերում եմ վարչապետ Փաշինյանին։ Հիշում եք, վերջերս հայտարարությամբ էր հանդես եկել, մարդիկ Հայաստանում հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018 թվականին։ Փաշինյանը օրերս այս կարծիքն էր հայտնել ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։ Իհարկե 50%, 2018, Փաշինյան, ահա այս բարակազմության մեջ 50%-ի բովանդակությունը բոլորովին ուրիշ տեղ է տանում եւ այլ հիշողությունները արտնացնում, բայց քանզի դա այդպես էլ մնաց օդում կախված, ուստի ես առանձնապես չեմ մեկնաբանի այս 50%-ները եւ այլ 50%-ի մասին խոսեմ։ Եվ այսպես ըստ Փաշինյանի մենք 50%-ով ավելի լավ ենք ապրում։ Իհարկե հարցումները եւ միջազգային արդյունքները բոլորովին այլ թվեր են ներկայացնում, բայց դա արդեն ուրիշ պատմություն է։ Այսպիսով, մինչ միջին աշխատավարձի զեկույցը թղթի վրա աճում է եւ ուրախացնում է վիճակագրությանը, սննդամթերքի գները հիշեցնում են իրապես դառը իրականությունը։ Այսպիսով, 2024 թվականի ապրիլին արձանագրվել է սննդի ավելի քան 5% թանկացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Գնաճի ցուցանիշները չեն վրիպել նաև միջազգային կառույցների աչքից, այդ թվում համաշխարհային բանկի ուշադրությունից։ Թանկացումների առաջամարտիկը, որքան էլ զարմանալի է, կարտոֆիլն է։ Խանութներում 1 կիլոգրամի գինը հասնում է երբեմն էլ անցնում է 400 դրամը, ինչը իրոք բարձր ցուցանիշ է։ Միայն մեկ տարվա ընթացքում մոտ 50% թանկացել է։ Ձուկը թանկացել է մոտ 22%-ով, սուրճը 17%-ով, շոկոլադը 14%, ձեթն ու կարագը ավելի քան 10%-ով։ Հիմա ընկերներ, դուք ասեք, 50%-ով ավելի լավ եք ապրում, թե ոչ։ Սա իդե պաշտոնական թվերն են։ Բայց Փաշինյանի կառավարությունը 2021 թվականի նախընտրական ծրագրում դեռ խոստացել էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, 26.4%-ից հասցնել 13.2%-ի։ 4 տարի անց արդյունքը ընդամենը 23.7% է։ Աղքատությունը կիսելու փոխարեն այն նվազել է ընդամենը 2.7%-ով։ Մենք պետք է ընդլայնենք լավ ապրելու մասին մեր պատկերացումների շրջանակը եւ ճշգրտենք այդ շրջանակը, ինչ է նշանակում ավելի լավ ապրել։ Իհարկե, անհատական մակարդակով յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, ինչ է նշանակում լավ ապրել։ Իդեպ այս հատվածը, որ ընթերցեցի, սա Փաշինյանի մտքերից ընդամենը մի հատված էր ու
Ինչ խոսք, այս մտորումներին կարելի է մոտենալ եւ փիլիսոփայորեն, երկար խորհել, իրապես լավ ապրելու հասկացողությունը խիստ հարաբերական է դրա շուրջ, մտորել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են, ասենք Էմանուել Կանտը, Շոպենհաուերը, Օտո ֆոն Բիսմարկը եւ անգամ Մարքսը ձեզ քաչ հայտնի։ Բայց երբ այս հարցին փիլիսոփայորեն ենք մոտենում, դա ուրիշ բան է, երբ որ երկրի ղեկավարն է այս հարցին փիլիսոփայորեն մոտենում, դա արդեն բոլորովին այլ բան է։ Այսպիսով, քանզի ես երկար տարիներ ապրել եմ ու հիմա էլ ապրում եմ Միացյալ Նահանգներում եւ Միացյալ Նահանգներից եմ այս տեսանյութը պատրաստում ձեզ համար, ինձ մոտ ձևավորվել է լավ ապրելու, այսպես ասենք, ամերիկյան մոդելը, որը որպես լավ երազանք ես իրապես ցանկանում եմ Հայաստանում իրականացված տեսնել։ Լավ ապրել, ասալ է թե մանկուց լինել պաշտպանված, երբ ծնողներդ բարդ ու արդար աշխատավարձով կարողանում են քիչ թե շատ բարեկեցիկ ու իրապես արժանապատիվ կյանք ստեղծել քեզ համար, երբ դու էլ մեծ կյանք ես մտնում, զգում ես պետության պաշտպանությունը, հոգացությունը եւ ոչ միայն։ Որպես քաղաքացի կարողանում ես կրթության համար միջոցներ ստանալ, լավ սովորելուն պես իրապես երաշխավորված ապագա եւ բարեկեցություն կերտել, որ տուն գնես կառուցապատողը փողերը չի վերցնում եւ փախնում անհայտ ուղությամբ, դու էլ չես մնում ժանգոտած բանալիները ձեռքիդ, առանց տանիքի։ Լավ ապրել ասել է թե որ բանկում փող ես պահում, բանկը հանկարծակի իրան սնանկ չի ճանաչում եւ չի գողանում քո փողերը, որ բիզնես ես դնում, հեղինակությունները չեն գալիս եւ այսպես ասած փայ չեն մտնում կամ ընդհանրապես ձեռքիցդ չեն խլում քո հիմնած բիզնեսը։ Լավ ապրելը բարեկամներ այն է, որ ունես հնարավորություն երազանքներդ իրականացնելու, որ ազատ ես մտքերդ արտահայտելու, զգալու, ասածդ բարձրաձայնելու մեջ։ Լավ ապրելը այն է, երբ ապրում ես քո երազանքների համար, այլ ոչ թե հարևաններիդ գոհացնելու։ Լավ ապրելը այն է, որ ֆիզիկայի ինստիտուտում աշխատող անվանի գիտնականը, գիտաշխատողը ստիպված չի լինում տաքսի վարել, որպեսզի պահի իր ընտանիքը։ Տասնամյակների մանկավարժը գլուխը չի կախում լկտի աշակերտի լաչար ծնողի առաջ։ Լավ ապրելը արժանապատիվ ծերությունն է ու անհոգ մայրամուտը, որ մեր ոչ մի սերունդ, նորից եմ ասում, ոչ մի սերունդ այդպես էլ չի տեսել։ Լավ ապրելը 80 տարեկանում շրջագայության մեկնելն է, ողջ կյանքում աշխատած մարդուն արժանապատիվ թոշակ տալն է, հասանելի բժշկությունն ու պաշտպանվածության զգացմունքը։ Լավ ապրելը մանկապարտեզից ու մսուրից կարակ ու շաքարավազ չգողանալն է, դպրոցում բամբաներկա ու վարակույրների փող չհավաքելն է։ Լավ ապրելը սեփական բակն ու հարևաններին սիրելն է, մեքենայի մեջի ըստ ճաշակի երգերը բարձր չլսելն է ու կողքինին չհաբեկելն է։ Լավ ապրելը։ Լավ ապրելը միայն սառնարանի պարունակությունը չէ, այլ նաև հոգու եւ մտքի հարստությունը։ Մտածեք այդ ուղղությամբ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմինե Գյուրեղյանն է մեկնաբանել խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական բարույթ հարուցելու հարցով միջնորդագիրը, որը դատախազը նախորդին ներկայացրել էր ազգային ժողովի նախագահին։ Պատգամավորը դա շոու է որակել։ Ըստ ազգային ժողովի կայքում տեղադրված միջնորդագրի խոսքը Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի տարածքում հողատարածք ձեռք բերելու մասին է։ Անկեղծ ասած ես միջնորդագիրը ամբողջությամբ չեմ կարդացել, բայց այն կտորը, որ ոչ թե Արծվիկ Մինասյանը համաձայնություն է տվել, մեղադրվում է Արծվիկ Մինասյանը չտեսնելու, չարձագանքելու, դա չֆիքսելու համար։ Այսինքն ոչ թե նա համաձայնություն է տվել եւ համաձայնել է, որ այդտեղ պետք է կառուցվի, այլ Արծվիկ Մինասյանին ասում են ինքը չի տեսել այդ անթույլատրելիությունը։ Հասկանում եք, այդ ուրիշ բան է, դա լրիվ ուրիշ բան է, հասկանում եք, այսինքն խոսքը ոչ թե վերաբերվում է Արծվիկ Մինասյանի անօրեն թույլտվության մասին, այլ խոսքը վերաբերվում է իր կողմից անփութության մասին, որ չի տեսել, այդ էր ընդհանրապես։ Իսկ այն, որ դա շոու է, ես համոզված եմ։ Գիտեք, մի հատ եկեք փորձենք հաշվել, քանի նման գործեր են հանրության առաջ նետվել, քանի նման գործեր են տարիներով քննվում ու դեռևս ոչ մեկը, քանիսն է դրանցից ի վերջո ավարտուն տեսքի հաս
խոսել, պարզապես խոսում են։ Ուրեղյան, Սեյրան Օհանյանը դղյակ ունի, Գիտեք ինչ, ես ոչ գիտեմ, ոչ գնացեք իրեն հարցրեք, ոչ եղել եմ, ոչ գիտեմ եւ ես էլի եմ կրկնում։ Ես միջնորդագրի մասին հիմա չեմ էլ ուզում խոսել, որովհետեւ ես չեմ կարդացել ինֆորմացիան, հասկանում եք։ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նիստը։ Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը խոսել է եկեղեցու դեմ արշավից, այն որակել խայտառակություն։ Ինքը սպասելու է այս թեմայով կաթողիկոսի մեկնաբանությանը։ Այդ խայտառակության հանդեպ ես ինչ դիրքորոշում պետք է ունենամ։ Արժի որ անընդունելի է, ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն։ Մենք այդ հարցում կհետևենք վեհապար հայրապետի հորդորներին, վեհապար հայրապետի դիրքորոշմանը։ Ձեր կարծիքով ինչու հիմա մտավ սա օրակարգ, հաշվի առնելով նաև մի շարք կարծիքներ, որ ըստ էության Ադրբեջանից հնչող հայտարարություններից հետո տեղի ունեցան։ Փաշաձադայի հայտարարություն։ Ես կարծում եմ, որ որպես առիթ երևի Շվեյցարիայում վեհապար հայրապետի ելույթներ, այդ միջոցառումներ, բայց ամբողջովին տեղավորվում է իր այսպես հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Այսինքն հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության, հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելով, սա նույն շղթայի տարբեր օղակներ են եւ այստեղ զարմանալու բան չկա։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հեռանում է պաշտոնից։ Ռազմիկ Մկրտչյանը գրառում է կատարել տեղեկացնելով, որ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշում է կայացրել։ Պատճառն ըստ նրա անձնական է։ Նա համայնքը ղեկավարում է 2018 թվականից։ Ապրիլին ազգային անվտանգության ծառայության եւ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Շենգավիթի թաղապետարան էին մտել։ Առևտրի վարչության 2 աշխատակից ձերբակալվել էր։ Հանրապետության նախագահը ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ։ Քննարկվել են հաջորդ տարի Երևանում կայանալիք կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի COP19 համաժողովի կազմակերպչական եւ բովանդակային հարցերը։ Անդրադարձել են նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը բնապահպանական եւ գլոբալ մարտահրավերների համատեքստում միջազգային համագործակցության խթանման առումով։ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու հարցում, ընդգծելով, որ նման հարթակի հյուրընկալումը միաժամանակ պատիվ, բայց եւ պատասխանատու է եւ պարտավորեցնող առաքելություն երկրի համար։ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի երրորդ համաժողովի շրջանակում արտգործնախարարը ստորագրել է ծովային կենսաբանական բազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման մասին համաձայնագիրը։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը ազգային սահմաններից անդին, որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։ Նույն օրը համաձայնագիրը ստորագրել է 18 երկիր։ Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին են հանձնել համաժողովի ընթացքում կազմակերպված արարողության ժամանակ։ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության եւ տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցության ծրագրերին։ Քննարկվել են Հայաստան ՅՈՒՆԵՍԿՕ գործակցության ուղղությունները 2026-ի աշնանը Հայաստանում կայանալիք COP17-ի շրջանակում, հաշվի առնելով տվյալ ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի զգալի փորձն ու մեխանիզմները։ Վերջում Միրզոյանը Հայաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործակցության ամրապնդման եւ զարգացման մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Օդրի Ազուլեին փոխանցել է բարեկամության շքանշան, որով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով։ Միջազգային լրահոսը ներկայացնում ենք մեկ տեսաշարով։ – 2026
Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չեմյոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Պեկինը եւ Սեուլը պետք է ռազմավարական գործընկերությունը հասցնեն ավելի բարձր մակարդակի։ Սի Ցինփինն ասել է, որ Չինաստանը եւ Կորեայի Հանրապետությունը պետք է ավելի մեծ որոշակիություն մտցնեն տարածաշրջանային ու միջազգային իրադրության մեջ, հավելելով, որ երկու երկրները պետք է համատեղ պաշտպանեն բազմակողմանիությունը եւ ազատ առևտուրը, ինչպես նաեւ ապահովեն մատակարարումների գլոբալ շղթաների անխափան գործունեությունը։ Չինաստանի նախագահը նաև նշել է հումանիտար փոխանակումների ամրապնդման կարևորությունը, երկու երկրների արմատական շահերի հարգելը, ինչպես նաև ռազմավարական գործընկերային հարաբերությունները առաջ տանելը։ Չինաստանը պատրաստ է ամրապնդել Ֆրանսիայի հետ երկկողմ եւ բազմակողմ ռազմավարական հաղորդագրությունն ու համակարգումը ու նոր խթան հաղորդել Չինաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին նիսում հայտարարել է Չինաստանի փոխնախագահ Han Chizheng-ը օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ։ ՀԱԿ-ը նշել է, որ ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով համաժողովին իր մասնակցությունը նպատակ ունի իրականացնել երկու պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված կարևոր համաձայնությունը։ Նա նաև շեշտել է, որ Չինաստանն աջակցում է Ֆրանսիային ռազմավարական ինքնավարությունը պահպանելու հարցում։ Մակրոնն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան Չինաստանին համարում է երկարաժամկետ եւ հուսալի համագործակցության գործընկեր եւ մարտահրավերներով ու դժվարություններով լի ներկայիս միջազգային իրավիճակում Ֆրանսիայի եւ Չինաստանի որպես երկու խոշոր երկրների համար կենսական նշանակություն ունի պահպանել բարձր մակարդակի սերտ փոխանակումները։ Մակրոնի խոսքով Ֆրանսիան ողջունում է չինական ընկերությունների ներդրումները եւ բիզնեսը Ֆրանսիայում ու պատրաստ է խորացնել երկկողմ տնտեսական եւ առևտրային համագործակցությունը։ Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման համար բանակցությունների 6-րդ փուլը կկայանա հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ երկրի նկատմամբ պատժամիջոցների լիովին վերացման դեպքում կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկելու ուրանի հարստացման ծավալների եւ մակարդակի սահմանափակումը։ Գերատեսչությունը շեշտել է, որ Թեհրանը երբեք չի դիմի իր միջուկային ծրագրի վերացման, քանի որ խաղաղ ատոմի իրավունքը երաշխավորված է բոլոր այն պետությունների համար, որոնք ստորագրել են միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, որին Թեհրանը միացել է առաջիններից մեկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ազգային գվարդիայի եւս 2000 մարտիկի ուղարկել Լոս Անջելես։ Այսպիսով քաղաքում տեղակայված ազգային գվարդիայի մարտիկների թիվը կհասնի 4100-ի։ Բացի այդ, Պենտագոնը շուրջ 700 ծովային հետևակային է ուղարկել Լոս Անջելես։ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցերի 4-րդ օրը համեմատաբար խաղաղ է անցել։ Հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել քաղաքապետարանի շենքի առջև։ Հարյուրավոր մարդիկ ցույց են անցկացրել դաշնային համալիրի մոտ, որտեղ գտնվում է նաև միգրանտների պահման կենտրոն։ Միևնույն ժամանակ Կալիֆոռնիայի նահանգը դատի է տվել նախագահին Լոս Անջելեսում ազգային գվարդիա տեղակայելու համար։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտան հայտարարել է դատական հայցի մասին, ասելով, որ Թրամփը ոտնահարել է նահանգի ինքնիշխանությունը։ Լոս Անջելեսում ցույցերը սկսվել են հունիսի 6-ին, երբ միգրացիոն իշխանությունները ռեյդեր են սկսել քաղաքում։ ԱՄՆ վարչակազմի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցեր են տեղի ունեցել նաև ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։ Մարդիկ երթի են դուրս եկել Տամպայում, Բոստոնում, Հյուստոնում եւ Նյու Յորքում։ Գիշերը Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ամենից շատ տուժել են Օդեսան եւ Կիևը։ Օդեսայում հարվածի տակ են հայտնվել կենտրոնական փողոցները, 2 մարդ զոհվել է, 9 մարդ վիրավորվել։ Վնասվել են բնակելի տներ եւ բուժհաստատություններ։ Կիևի 7 շրջաններում ավերածություններ են եղել։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր եւ մասնավոր տներ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է 4 տուժածի մասին։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցել է ուկրաինական 102 անօդաչու թռչող սարք։ Վնասների մասին գերատեսչությունը չի հաղորդել։ Վիվայի աջակցությամբ զինվորի տանը նոր մասնաշենք է բացվել։ Հուժառու զինվորներն այսուհետև վերականգնողական բուժումը կստանան առավել արժանապատիվ պայմաններում։
Զինվորի տունը նոր մասնաշենք ունի։ Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի Viva-ի աջակցությամբ բացված մասնաշենքում կյանքի կկոչվեն կարևոր ծրագրեր։ Տղաների վերականգնողական բուժումը կկազմակերպվի առավել հարմարավետ պայմաններում։ Մասնաշենքում պատրաստ է քայլքի լաբորատորիայի դահլիճը։ Բուժառուների հետազոտումն իրականացվելու է նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչը թույլ է տալու 2D ձևաչափով տեսնել, ժամանակին ու առավել հստակ բացահայտել եւ գնահատել հնարավոր խնդիրները։ Այս լաբորատորիան հնարավորություն է տալու հստակ գնահատել քայլքի բոլոր փուլերն ու առավել թիրախային բուժել պրոթեզավորված, օրթեզավորված կամ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց։ Այժմ մենք հնարավորություն ունենք նոր ծրագրեր գործարկելու, որի համար ունենք սարքավորումներ, գործընկերներ, բայց չկար ֆիզիկապես շենքը եւ զինվորի տան համար այս լրացուցիչ 600 քառակուսի մետրը շուրջ որը որ ավելացավ, այսպես ասած փրկություն էր տղաների բուժումը լիարժեք կազմակերպելու համար։ Այժմ կարող եմ ասել, որ աշխարհում այլևս չկա վերականգնողական բուժման որևէ ուղղություն կամ վերականգնողական բուժման առնչվող որևէ ծրագիր եւ գործընթաց, որը չկա Հայաստանում։ Մասնաշենքում հնարավոր կլինի իրականացնել նաեւ սոցիալ-կենցաղային ռեաբիլիտացիա, կյանքի սենյակ ծրագրով։ Հայաստանում այս մոդելն անգնահատելի արդյունք է ապահովելու ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու հարցում։ Բուժմանը զուգահեռ առանձնացված գոտիները ծառայելու են այնպիսի հմտությունների ձեռքբերմանը, որոնք կարևոր են կենցաղում անհրաժեշտ գործողությունները հաղթահարելու համար։ Զինվորի տան կողքին լինելը կարևոր առաքելություն է Viva-ի համար։ Այս կառույցի հետ մեր ճանապարհը սկսել ենք 4 տարի առաջ, գիտակցելով իրականացվող ծրագրերի անհրաժեշտությունը։ Գործընկերության արդյունքում մեզ հաջողվել է բուժառու երիտասարդների հայացքում տեսնել ոտքի կանգնելու կամքն ու հավատը։ Պատասխանատու մոտեցումն ու երկարաժամկետ արդյունք ապահովելու ձգտումը նպաստել են, որ Viva-ն ստանձնի նաև այս շենքի կառուցման առաքելությունը։ Ասել, որ այսօր այստեղ նոր մասնաշենք է բացվում, նշանակում է ոչինչ չասել։ Սա ոչ թե ուղղակի տարածք է, այլ մեծ նպատակների իրականացման կենտրոն, որտեղ իրենց անհավանական նվիրումն ու ջանքերն են գործադրելու բուժաշխատողները։ Հենց այստեղ, այս պատերի ներսում են միավորվելու զինվորի տան մյուս գործընկերները։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել, հայտնել մեր գործընկերներին, Viva կազմակերպությանը, որը որ այս պահին հանդիսանում է այս շենքի հովանավորը եւ այս շենքը թույլ կտա թողունակությունը ավելացնել։ Գիտեք, որ այստեղ քայլքի լաբորատորիա է բացվելու է կյանքի սենյակը, որը թույլ է տալու մեր աշխարհի զինվորներին ավելի ադապտացված լինեն սոցիալական կյանքի, կենցաղային խնդիրներին, այն մարտահրավերներին, որոնք իրենց հաստացի իրենց կյանքում հանդիպելու են։ Անշուշտ նաև սա քաղաքացիական անձ կարող են օգտվել տարբեր պատճառներով, որոնք որ հայտնվել են այդ վիճակում եւ զինվորի տունը իրականացնում են նման ծրագրեր եւս եւ այդ ամբողջ ասույթը, որը որ քաղաքացիական անձիկ վճարում են զինվորի տանը եւս նպաստում է մեր զինվորների առողջությանը։ Նոր մասնաշենքի մեկ հարկում գործելու է հարմարավետ ընդարձակ ճաշարան։ Բուժառու զինվորները հնարավորություն կունենան օրական 3 անգամ սնվել տեղում պատրաստված թարմ կերակուրներով։ Կարևոր նշանակության մասնաշենքի կառուցման ամբողջ աշխատանքներն իրականացնելու նպատակով Viva-ն նվիրաբերել է 159 միլիոն դրամ։ Եվ եղանակ վաղը որոշ շրջաներում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճան առաջիկա օրերին կբարձրանա 3-ից 5 նիշով, իսկ Երևանում եղանակը կլինի առանց ձեղումների։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հաջողություն։